ներխուժել է, հատուկ պահպանվող տարածք։ Հիմա 2025 fucking թիվն է։ Սուտի գողական բարքերը ու թմրամոլությունը։ Սուտի գողականը շատ անհամբան է։ Փոխանցում եմ 1.5 միլիարդ դրամ։ Եկավ այդ օրը, որ պետք է գովեմ Նիկոլ Փաշինյանին։ Ում նկատի ունի հաջող շուն ասելով։ Սա ժողովրդին չի վիրավորում, ընդհանրապես մի մասին։ Բարև ձեզ սիրելի ARM կոմեդիասերներ, հատ պատշում ենք բոլորի ճակատները։ Մանավանդ մեր պատրոնների ճակատները, որոնք մեր մեջքն ու GTB ստիլի արմատուրայի պնդությամբ թիկունքն են։ Տարվա ամենասահուն անցումներ։ Գիտեմ, որովհետև GTB ստիլը հենց այն արմատուրան է ստեղծում, որով կարողանում ես կառուցել հզոր շենք, որտեղ մենք մեր մեդիա կայսրությունն ենք կառուցել։ Այո, եւ այդ արմատուրան արտադրվում է Արարատի մարզում, բայց գերմանական տեխնոլոգիայով ու ARM կոմեդի պրոմոկոդով է մի քիչ զեղչվում է։ Մենք եկանք GTB, որովհետև մեզ պետք էր լավագույն մետաղը։ Մենք տեսանք ինչպես են ձուլվում տարածաշրջանի ամենահզոր ամրանները։ Միլիոնավոր փոքրիկ մետաղիկներ հավաքվում են մի տեղում, ներխուժում են ձուլարան եւ սիրո ջերմության մեջ ծնվում են մետաղի ձագերը։ Եվ մենք հասկացանք, որ ամենահզոր ձուլարանը հենց այստեղ է։ Ստացվեց ձեր մոտ։ Բնականաբար։ Ինչ որակի է։ Միջազգային ստանդարտներով։ Շնորհակալ եմ։ GTB Steel, որակը մեր առավելությունն է։ Էս ով էր որ։ Woman Tony Stark, հանճար, միլիարդատեր, playboy, ֆիլանտրոպ։ Հրաշալի լուր մեր գործընկեր Ovio-ից։ Հրաշալի եւ չլսված առաջարկ։ Միանում եք ինտերնետի եւ Wing Online կինոթատրոնի all-in փաթեթին եւ ձեր բաժանորդային հաշվին ստանում եք մինչեւ 50,000 դրամ նվեր։ Ու հիշեք, ինչքան շուտ միանաք Ovio-ին, այդքան շուտ կստանաք այդ մինչեւ 50,000-ից նվերը։ Տրամաբանությունը վայելեք։ Միացեք Ovio-ին։ Մինչ ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը մետրոյով եւ ավտոբուսներով բառազդիտ է անում Երևանի փողոցները, ընդդիմությունը զբաղված է ամենակարևոր գործով։ Ընդդիմությունը փորձում է պարզել ի վերջո, արդեն համարյա 7 տարի առաջ ով է նրան բերել իշխանության, ավելի շուտ ընդդիմության որ մասնիկը։ Ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին, ինչպես եկավ ու ովքեր էին մասնակցում ցույցերին։ Փաշինյանի կառավարումից 7 տարի անց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները հրապարակային առճակատմամբ այս հարցն են պարզում։ 18 թվի հետ կապված հարցը միշտ լինել է, որովհետև դրա հետ կապված չկա կամ այնինչ կա, բավարար չէ շատ լայն մեր ժողովրդի մի հատ մեծ մասի համար։ Հա, ջան, բայց հիմա 2025 fucking թիվն է, ինչի այդ հարցը 7 տարի առաջ չբացվեց, կամ գոնե փակվեց, կամ բացվեց ու սենց մնար, բայց հիմա նոր ջրի երես է դուրս գալի, հիմա, ինչի։ Հա, 7 տարի անց, էլի չեմ դադարի կրկնել, երբ որ արդեն պրինցիպի մի տարի է մնում են տեսական շանսից, որ ինքը կարելի չի, ինչա հիմա էդի դառնում տենց շատ կարևոր քննարկման թեմա։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գործել է հանցագործություն, մուտք է գործել, ներխուժել է հատուկ պահպանվող տարածք, ինչու համապատասխան իրավական գործընթաց դրան չի հաջորդել։ Բինգո, այդ հարցը իմ մոտ էլ կա, արդեն 7 տարի է, բայց այն ժամանակ մտածում ենք, որ երևի Սերժը լավ շախմատիստ է, մի քանի քայլ առաջ հաշվարկել է ու գիտի, այդ հիմա է, որ մենք գիտենք, որ աշխարհի ամենավատ շախմատիստն է Սերժը։
Լավ, հիմա պաստոր ինչ են ասում, Քոչարյանենք ասում են, որ Սերժենք են Նիկոլին հատուկ բերել իշխանության, իսկ հանրապետականները ասում են, բայց դուք вообще դեմ չեք այն վաղ, հիմա այդ ինչ եղավ։ Սարգսյանի թիմակիցներն ակնարկում են, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն էին Հանրապետության հրապարակում մերժում Սերժին։ Աննա Մկրտչյանն այսօր ուղիղ խոսեց այդ մասին։ Խոսքը Քոչարյանի եղբոր դստեր մասին է։ Չի կարելի մանգալ ու փորձել մանգալ Նիկոլա Բերածին եւ նաեւ այդպես ենթատեքստով ասել մենք մերժելու ենք Նիկոլա Բերածներին, այն դեպքում երբ որ ձեր մերձավորները, այն մարդիկ, ում դուք հիմա համակիր եք անվանում, եղել են Հանրապետության հրապարակում։ Հիմա ԿՊԱ-ականները ներվային ծխում են անկյունում ու հարցնում են ով է բերել մեզ իշխանության, Սերժենք թե Քոչարյանենք։ Իսկ все-таки ԿՊ-ն իրանք որ կողմին են ավելի շատ, все-таки իրանց ավելի շատ ով է բերել։ Մեր համար, ինչպես ասել եմ, հիմա մեր համար ինչ տարբերություն։ Ոնց ինչ տարբերություն, այսինքն ձեզ մեկը, հա, ով է ձեզ բերել, Սերժը թե Քոչարյանը։ Այ հիմա այդ է ամենակարևորը։ Եկեք միջև վերջ բարձենք։ Все-таки ձեզ ով բերեց, Սերժը թե Քոչարյանը։ Որտեվ հիմա ճիշտ բանն է դա բարձելու։ Вообще չի քննարկվում, որ կարող է ժողովուրդը դից օբշի հոգներ էր, համ մեկից, համ մյուսից ու ուղղակի դες նորություններ ուզում։ Դա вообще չի քննարկվում։ Անկախ Փաշինյանի իշխանության բերողի փնտրտուքների արդյունքից կողմերը վստահեցնում են իրենց օրակարգում գլխավոր հարցը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Դե մեզ էլ էր թվում, որ դա կարևոր հարցը, բայց ոնց որ ռադիո տան գրավելու չպատժելը все-таки մի քիչ ավելի կարևոր ու կասկածելի է։ Դե լավ, մինչ ընդդիմությունը պարզում է ով է բերել Նիկոլին իրանցից, մենք շատ ավելի կարևոր լուր ունենք։ Այն սերիալը, որը նկարում ենք, այսօր պաշտոնական թրեյլերի պրեմիերան է, հասանելի կլինի արդեն մարտի 27-ից Wink Online կինոթատրոնում։ Թրեյլերը նայենք։ Չեմ հավատում։ Մարդը $1 միլիոն փող ունենք։ Ես Նեքսին եմ, արհեստական բանականություն։ Նեքսի առաջին տարբերակը ստեղծվել է դեռևս պոլիտեխնիկի 4-րդ կուրսում։ Այդ մեր $3 միլիոն չի։ Այդ մեր ստարտափի մեջ ներդրած 3 միլիոնն է։ Ինձ ասում են երիտասարդ հանճա։ Ստարտափ սկսելը հեշտ մասն էր։ Դժվար մասը ստարտափը fail չանելն է։ Ձեր չի աշխատում։ Դե բոլոր ստարտափերում է լինում է բագեր։ Սա բագ չի, feature է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Քևին Դավիթյանը գալիս է Հայաստան։ Եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է քեզ օգնում, believe me, brother։ Իսկ դուք իրար որտեղից եք ճանաչում։ Միլիոն տարի առաջ էր։ Օգնեցի առաջին ստարտափը վաճառի Google-ին։ Այս հայերը տենց են։ Հենց մեկը մի լավ գործ բռնում է։ Բոլորը սկսում են կրկնօրինակել։ Քաքի մեջ ենք։ Մարտի 27-ից դիտեք միայն Wink Online կինոթատրոնում։ Ես մի քերոփ ասում եմ վեկած ֆորտուշկեն բացարա, շոքա։ Այն մի քերոփ ասում եմ վեկած ֆորտուշկեն փագի, սուրդը։ Հաշվի առնելով, որ քերոփները քրեական աշխարհում ավելի բարձր են դասակարգվում, քան սովորական հարիվը, ես պետք է ձգտեմ գոհացնել երկուսին էլ։ Խնդրեմ, մարտի 27-ն էլ coming soon-ում է։ Էսենց, լավ, վերադառնանք։ Այդ ընթացքում Սերժի բերած մյուս ընդդիմադիրը Զելենսկին ոնց որ հայտնվել է շատ վատ վիճակում, որովհետև Ամերիկան ոչ զենքն է շարունակում մատակարարել, ոչ էլ հետախուզական տվյալներ է տալիս։ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով հայտնել, որ հրահանգել է իր թիմին կապ հաստատել ամերիկացի գործընկերների հետ եւ պաշտոնական պարզաբանում ստանալ Ուկրաինային ռազմական աջակցությունը դադարեցնելու հայտարարությունների հետ կապված։ Ուկրաինայի նախագահի խոսքով օգնության դադարեցման նախադեպ եղել է նաեւ հունվարին, սակայն այդ ժամանակ հաջողվել է շատ արագ լուծել խնդիրը։ Հա, չէ ջան, այս անգամ մի քիչ ավելի լուրջ է, որտեվ մոռացար սպիտակ տանը ասես իզվինի։ Իզվինի էլ շնորհակալություն էլ չասես, դες որ հիմա իրավիճակը շատ ավելի լուրջ է, այո։ Զելենսկին հերթական անգամ շեշտել է Կիևը միշտ երախտապարտ կլինի Միացյալ Նահանգներին աջակցության համար։ Դե չէ, արդեն շատ ուշ է, այդ երախտապարտ պետք է լինել սպիտակ տան, ասենց պետք է սիրուն հագնվել, այսպես պիջաչիկով ու գնալ երախտապարտ Thanksgiving-ի արդիվ մի հատ ինդիկա ուղարկի, որ ընդգծի շաշտարական։ Հիմա ով կօգնի Զելենսկուն։ Փարիզը սկսել է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին, որը նախորդին ձեռքվել էր ամերիկյան հետախուզության աջակցությունից։ Ստոպ, այսինքն այսքան վաղ Ֆրանսիան, որ իրան ճողում էր Ուկրաինայի համար, ուներ հետախուզական տվյալներ ու չէր տալիս Ուկրաինային, հիմա նոր պետք է տա ինչա թե օքեյ, ամերիկան չտա, լավ, ես իմս կտամ։ Իսկ այստեղ Հայաստանում Ֆրանսիան հետախուզական տվյալներով կիսվեց
ԿՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Ֆրանսիայում ընդհանուր խաղադրույքներից ավալից 5% հարկա առաջանում։ Հայաստանի Հանրապետությունում 0.5, եթե եկամտային հարկեր գումարենք 0.6։ Այսինքն շուրջ 10 անգամ պակաս է մեր մոտ հարկ գոյանում, քան օրինակ Ֆրանսիայում։ Բոմ, Ֆրանսիան փաստորեն նորմալ կծում է իրենց բուքմեյքերներին, իսկ մենք չէ։ Ու ոչ է Հայկ Սարգսյանը դուս գալիս ու շատ ընդդիմադիր է տրամադրած։ Իսկ այդ նրանից է որ ընդդիմությունը հիմա ավելի կարևոր գործերով է զբաղված։ Փորձում է բարձի 18-ին, ու պրինցիպի ինչ եղավ որ 13-ին Ռաֆի Հովհաննիսյանը տենց էլ չընտրվեց։ Հա, կարելի է այդպես գնալ քանի դրա վրա։ Բայց ընդդիմությունը пассив է ոչ միայն գումարաբազության հարցում։ Ես կցանկանայի, որ մեր ընդդիմությունը ակտիվ լինի ու ինքը թվերը հանի բերի խոսա, ինքը գասի, որ թմրանյութերի շրջանառությունը աճել է 5.7 անգամ վերջին 5 տարվա ընթացքում թվերով փաստարկված բերի ասի ու գործու մեխանիզմներ բերի ասի պիտի դրա դեմ պայքարենք, ոչ թե իշխանական падգամավորը անի ու ասեն, որ իշխանության մեջ թվեր կան կամ հակասություններ կան կամ իշխանության падգամավորը քննադատում է իշխանությանը։ Բա որ ընդդիմությունը չի քննադատում, ով քննադատի։ Խնդրեն, նարկոտիկները վխտում են, իսկ ընդդիմությունը զբաղված անում, թե արա, այդ իսկական, եթե պատժեր ռադիոտուն մտնելուց հետո կարող է, հետո ոչ էլ մետաստազ տարեց շարժում, այլ վերջանար։ Լավ, հիմա էլ ինչով է ստիպված զբաղվում, արդեն բավականին ընդդիմադիրոտ, մի քիչ նույնիսկ ռոբասերժական Հայկ Սարգսյանը։ Որովհետև սրանք իրար հետ հավասարաչափ վնաս են տալիս մեր պետությանը, խաղամոլությունը, սուտի գոհական բարքերը ու թմրամոլությունը, որը պետք է արմատախիլ անենք, հարգելի ընդդիմություն, խնդրում եմ օգնել մեզ այդ հարցում, շնորհակալ եմ։ Հա, սուտի գոհականը շատ անհամ բան է ու ահագին խանգարում այն նորմալ իսկական գոհական բարքերին։ Լավ, բայց հիմա այդ հակաբուկմերական հարկերը, այստեղ Հայկ Սարգսյանը անսպասելի արված ստացավ ռեժիմից։ Ով է այդ բելը, որ չի թողնում Հայկին հարկել բուկմեյքերներին։ Կամ դեմ էին խստացնելուն, կամ դեմ էին սահմանափակումներին, այլ այն տարբերակին, որը որ առաջարկվում էր, որովհետև դա պարզապես նշանակում է մեր ոլորտին ասում ենք փակվեք։ Ոչ, միայն չփակեք խաղամոլության օթերը, մեզ ընդհանրապես պետք է մի քիչ ավելի շատ կթել, ոչ թե փակել։ Լավ, էլ ինչի հետ համաձայն չի Թունյանը։ Համաձայն չեմ այն պնդման հետ, որ վերջին շրջանում իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել։ Օրինակ պարոն Սարգսյանի ներկայացրած նոր որ Տիկին Հակոբյանին ցույց էր տալիս այդ գրաֆիկը, որ կա, թե ինչքան են աճել խաղադրույքները, ես այդ նույն գրաֆիկի հիման վրա հենց նույն թվերը հիմք վերցնելով ես եմ գրաֆիկ սարքել, սա աճի տեմպն է։ Այսինքն սա ցույց է տալիս, թե ամեն տարի նախորդ տարվա վրա որքանով են աճել։ Հիմա, քանի որ Թուրյանի գրաֆիկում ցույց ընկնում էր այդ ստոլբիկները, կարա թվա թե խաղամոլությունը նվազում է, բայց իրականում Թուրյանը մեզ մոլորեցնում է, Նարեկ, քեզ մանավանդ մոլորեցնում է, որովհետև եթե հեղափոխությունից հետո այսքան էր աճում, հետո ավելի քիչ, մեկը այդ աճը ստեղ է, հիմա ռեկորդային մաքսիմումի վրա է այդ խաղամոլության ոլորտը։ Գրաֆիկը զուտ աճն է։ Սրա գլխին է ավելացել, ոչ թե կողքին է ավելացել։ Այստեղ ասել է ճակատիս։ Սրա գլխին։ Մի խոսքով, արա կարող է հարևան Բողոսել չունի։ Կարող է այդ էլ ինչ։ Well, արդեն սկսում եմ կասկածել։ Ինչևէ, անսպասելիորեն այս Թունյանի պնդումներին միացավ նախկին ԿՊԱ-ական մանր եղջերավորների գործով կասկածյալ Մասկ կուսակցության հիմնադիր եւ Dogecoin ունեցող Հովիկ Աղազարյանը։ Ինչեք հարկային օրենսդրությունը վերածում կներեք ռեկետի, որ բիզնեսներն դուրս գան այդան հարևան երկրներ եւ այն դպրոցներ, որ պիտի կառուցվեն այս փողով, շատ եղեք շոր չեն ունենալու, որ գնան այդ դպրոցներում սովորելու։ Գումար բազյաց հարկերի շնորհիվ են երեխեքը շորեր առնում, որ գնան դպրոց, մի կտրեք այդ ոլորտը քոքից։ Ուղղակի փորձում են բալանսի բել, որ մաքսիմալ կթեն, բայց նաև չփակվի։ Այդ փողերով նաև լիքը հայ երեխաներ գնում են արտասահման սովորելու, ինչը մի քիչ անհանգստացրեց Մեծարգոևիչին։ Լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Սա շատ սրտիցս խնդիր է, որտեղ ես էլ եմ ներվայնանում, որ իմ փողերով հայ խոստումներ երիտասարդները գնում են Օքսֆորդներ ու հետո հետ չեն գալիս, մնում են այնտեղ աշխատում են իրանց կյանքը, ճիշտ է, շատ լավ են դասում, շատ ուրախ եմ, որ հայերը այնտեղ շատ լավ են ապրում, բայց արա իմ հաշվին գնացել ես այնտեղ ու այնտեղ լրվել ես, իրական կարելի է պայմանագրում կետ անել, որ գոնե այսքան տարի լավ հետ գան աշխատեն, հետո կյանքը ոնց կդասավորվի։ Պարզվում է, պայմանագրերն էլ չեն օգնում հայ երիտասարդ խոստումնալիցներին։ Պայմանագիրը կնքաստվում է թե կառավարությունը կամ
ուղիղ կամ անուղղակի աջակցումա, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Պետք է կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ։ Տուր նրանց անցյալ կարոտը ու կապի նրանց խենթվոտը, չեմ կարող ապրել առանց դուրսը իմ փողով սովորող խոստում ես երիտասարդների, որը կարող է այնտեղ բիոխիմիկ դոկտոր դառնա, հետո ասի, գալիս եմ Հայաստանի չարեմ, բիոխիմիկ եմ այստեղ։ Բայց դրա հակառակն էլ կա։ Օրինակ Դոգը Վարդան Ղուկասյանը այդտեղ սովորեց, ավարտեց, բայց իր գիտելիքները Ամերիկայում է կիրառում։ Նու այդ խոստում ես երիտասարդին ոնց որ արդեն կամաց բերում են որտեղ ծառայեցնի իր հմտությունները։ Որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։ Թվերը տեսնելիս ուղղակի ջղայնանում եմ։ Կենացային տրամաբանությունը, որ սրա հետ դնում ես, համեմատում ես, ասում ես, լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք։ Շատ անսպասելիորեն, բայց հա, համաձայն եմ, որովհետև մեր մոտ օջախներում կենաց ասելուց միշտ շեշտվում է, որ պետքա մեր երկիրը շնացնենք, ոչ թե մեր փողով գնանք ուրիշ երկրում սովորենք ու ոտը պնդցնենք այնտեղ ու մնանք այնտեղ։ Դա իմը ինչ անի խեղճ վարչապետը, որը իդեպ հետո նույնը փորձեց իմ քայլով անել, բայց նույնիսկ իմ քայլից այդ գիր կրծողները կարողանում էին թռնեին։ Ոնց ինչ անել։ Նիկոլ Տուր նրանց անցած կարոտը ու կապիր նրանց խենթվոտը, չեն կարող ապրել առանց դիպլոմ։ Իդեպ Լյուս հիմնադրամը կրթաթոշակ էր տալիս ազգությամբ հայերի, ոչ թե քաղաքացիների։ Միաբը, այսինքն մեր փողերով Վայոմինգում ծնված ԱՄՆ քաղաքացին գնում էր քոլեջում սովորում էր, չնայած այդքան լավ չէր սովորում, որ կրթաթոշակ ստանար, մեր հաշվին էր գնում։ Չէ որ դու ես վարչապետը, քո ձեռքում են մուրճն ու մեխը, չեմ կարող ապրել առանց դիպլոմ։ Լավ, օքեյ, մնացեք մեզ հետ երկրորդ մասում ենք բացահայտել ենք Ավինյանը էտումա 1.5 միլիարդ փոխանցել, բացահայտելու ենք իդեալական սես դարակազմիկ Նիկոլ Փաշինյանի պրիոմը, ու մեկ էլ Գևորգ Պապոյանը ինչ-որ Հավայի սաղից վրա ունատ է գալու։ Տուր նրան կորած կարոտը։ Երկրորդ մասում է սաղ։ Դու կապի նրա խենթվոտը։ Սիրելի կանայք եւ ուղակի կին արմատներ, մեր անուշ գործընկեր D-Energy-ն ձեզ պատրաստել է անակնկալ միամսյակի կապակցությամբ։ Իսկ եթե տղամարդ եք ու ցանկանում եք սիրելին նվեր անելու, վերջապես փոխել են Վարդակը, որ 1000 տարի է խոստանում եք փոխել նորով, ապա համեցեք D-Energy եւ ստացեք զեղչ։ Իսկ եթե ձեր կինը գա D-Energy խանութ այն պահին, երբ դուք իրեն անակնկալ Վարդակ եք գնում, ապա էլ ավելի շատ զեղչ կստանաք։ Ինչպես նաև առաջարկում ենք զեղչ դիզայներների համար, ովքեր ձևավորում են տնել, որտեղ խի պետք է դիզայներները չօգտվեն միամսյակից։ Գիտնականները ապացուցել են, որ լիցքավորման տեղի համար պայքարը 21-րդ դարի լրջագույն կռիվներից է։ D-Energy-ն այդ հարցը լուծել է։ Միած սաղը ցուսեք վայ։ Դու արի հետս։ Մնացածը շարունակեք։ D-Energy վարդակները մեզ հասել են ապագայից տարբեր դիզայներական լուծումներով, գույներով։ Իսկ այս ինչա։ Կախարդական պանել, որը միանում է մի կետից, մի լարից, բայց վրան կարող է լինել մի քանի վարդակ, կամ մեկը, որը կարող է պատի մի կողմից գնալ մեկ այլ կողմ։ Այս պայի համար գժվում եմ։
կամ մի քանի վարդակ, որոնցից մեկը կարող է էլեգանտորեն դուրս թռնել եւ հայտնվել մեկ այլ պատի վրա։ Ու դե դիմերներ, լույսի հզորությունը այլևս որոշում է ոչ թե ցանցը, այլ դուք։ Նաեւ անջատիչներ սովորական եւ սենսորային, որոնք զգում են քո մոտենալը, օրինակ գիշերը մեղմ լույս կմիացնեն, որտեղ պետք է առանց մյուսներին խանգարելու։ Նույնը կարող է լինել նաեւ աստիճանների վրա, աստիճանաբար համ տան համար, համ օֆիսի, ընտրի որն ուզում ես, Նարեկ։ Եկավ այդ օրը, որ պետք է գովեմ Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ ավելին, ես էլ միանալու եմ այդ գովքին։ Եվ այսպես ամեն չէ դա հետքին գովենք, որտեղ հետքը հրաշալի հետաքննություն է արել, որը ազգային ժողովում պատմեց եւ հարցը հասցեագրեց Հայաստան Դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Աննային էլ ենք գովելու։ Այսօր է տորնա։ Անդրադարձ է կատարվում Անիֆի կողմից մի իրականացված մի ծրագրի, համաձայն որի 1.5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում են գրանցված, եւ որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, եւ որոնք նաեւ համատեղ մեկ այլ կազմակերպությունում համասեփականատեր են, մասնաբաժն են։ Այսինքն նրանց կապը անհերքելի է եւ փաստ է։ Դե գուցե ուղակի Ավինյանի կնոջ ընկերուհին եզակի մասնագետ էր հենց այդ նեղ ոլորտի բազմամյա փորձով ու ուրիշ տարբերակ պարզապես չկար փրփուրներից կախվելով կմտածեք դուք։ Ինչպես օրինակ ալնի եղբայր ասֆալտագետը, որը դուրս եկավ այս Եվրոասֆալտից ու հիմա այդ Եվրոասֆալտը դատերի մեջ է։ Բայց այս հետքը մի հատ ավելի sense հավես նյուանսել է։ Բացահայտել, որը հիմա խնդրենք Աննա Գրիգորյանին էլի պատմի։ Ծրագրի նպատակն էր կիբերանվտանգային ոլորտում մասնագետներ պատրաստելը։ Այսինքն Տիգրան Ավինյանը հանդիսանալով Անիֆի տնօրենի խորհրդի նախագահ, իր կնոջ ընկերուհու ընդամենը 8 օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցում է 1.5 միլիարդ դրամ։ What the fuck? 8.5 օր առաջ ստեղծված կազմակերպությանը 1 միլիարդ։ Չէ, 8 օր ստեղծված կազմակերպությանը 1.5 միլիարդ։ Ավելի վատ։ Գիտեմ, ու հիմա Նիկոլը պետքա դուրս գա ու պատասխանի այսս ճնչացող գերխիտ կոռուպցիոն մոմենտը ինչ որ ձև բացատրի, բայց տեղ Աննա Գրիգորյանը թույլ է տալիս ճակատագրական սխալ։ Ես երկրորդ հարցը ուզում եմ նաև Ամուսարի հետ կապված հնչեցնել։ Ես եթե հնարավոր է մի քիչ ավելի երկար, հարցադրումը տամ։ Որոշում է կայացվել, որ Ամուսարը պետք է շահագործվի։ Չնայած բազմաթիվ մարդիկ արդեն նաև այստեղ նստած ասում են, որ դա հանցագործություն է, անթույլատրելի է Լենա Նազանի ականջնել կանչի, հա։ Ինչի էր պետք է ցնցող, ջախջախող հարցի պոչից կպցնել մի հատ էլ ամուր սարը, ինչի համար, որտեղ հեսա բոլորս հասկանում ենք, չէ, որ Այկիդոյի 10-րդ դան, մաստերը դուրս է գալու ու մի հատ անենց հակրուտի տանելու այս բանը, որ բոլորս մոռանալու ենք ինչի մասին էր հարցը ի սկզբանե։ Վարպետը դուրս է գալիս ռինգ, վարպետը ինքնավստահ է, վարպետը արդեն 1000 անգամ կիրառել է այս հնարքը։ Հիմա մենք ականատես ենք լինելու հարցը ցրելու դարակազմիկ մաստեր կլասի մոլորակի երևի լավագույն վարպետի կողմից։ Բնականաբար, տեսնել ոնց է Նիկոլը ցրում հարցը ու չի պատասխանում դրա, այդ ոնց որ տեսնես ոնց է Լեոնարդոն նկարում, ոնց որ տեսնես ոնց է Մոցարտը ինչ որ ասես մի հատ բան հորինում, Մեղեդի հորինում, այդ ոնց որ տեսնես ոնց է Թաթուլը կլկլացնում։ Շնորհակալ եմ Տիգին Գրիգորյան հարցի համար, ով ում երբ ինչու ինչքան դրա համար կան Հայաստանում ինստիտուտներ, այդ ինստիտուտները թող բարձեն Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել եւ շարունակում է մնալ առաջնահերթություն։ Հանգիստ վարպետը տաքանում է։ Այո, Շեքսպիրը սրում է իր մատիտը, Դիկապրիոն կրկնում է դիալոգը, Քիմ Կարդաշյանը հանում է իր սելֆի ստիկը։ Հիշում եք, չէ՞ որ Աննան անզգուշություն ունեցավ, մեջ գցի նաև Ամուլսարի հարցը։
Եթե անմեղության կանխավարկածի հարց է, այդ թվում մեր երկրի հարազատ հանքարդյունաբերության հետ կապված, մի հատ բոքսի պերչատկեքով մեկ կարտել նստած մի չգիտեմ էլ ուրա։ Դրա անմեղության կանխավարկածի մասին մտածեիք, որը իմիջիալով ձեզ հետ էլ էին որոշ ձևերով կապում։ Խնդրեմ, Կաշպիրովսկին իր բիոտոկերը հանեցքսեց սեղանին։ Ուղիղ կես րոպե անց, ոչ ոք չի հիշել, որ Ավինյանը, չէ՞։ Ինչ-որ բան էր փոխանցել, քաղաքապետից ինչ-որ մեկը։ Ինչ-որ մի տեղ, հա։ Մի խախտեք ոչ մեկի անմեղության կանխավարկածը։ Անուններ եք տալիս, որ տարել է, վերջը մարդկանց հետ գոր։ Հիմա ասում եմ, եթե տրամաբանությամբ գնանք, կգնանք, ասում եմ, այդտեղ այդ բոքսի բերչատկեքով նստած մի հատ բան կար։ Տենց ինչ բաներ էլի, ռեմբոներ, կոմանդոսներով էր, կգամ Իրան, հետո կմտնեմ, կկապեմ ձեզ հետ, կասեմ մամուլում բաներ կային, որ ձեզ հետ ինչ-որ կապեր կար։ Բրավո, Խեզարիոն, ժյուրի բոլոր անդամները բարձրացնում են 10 բալ գնահատականը։ Աշխարհի բոլոր այկիդո մարզասրաներում կախվում են Փաշինյանի նկարները։ Ու ջարի, չէ, որ ոչ ոք չի հիշում, որ Տարոն Մարգարյանը ինչ-որ փող էր տվել ինչ-որ Սաշիկին FIFA-ին փող էր տվել։ Հիմա կենտրոնանում ենք ամենաոչ կարևոր բանի վրա։ Նիկոլ Վավաևիչ, Ռեմբոն, էդի ռոքին, այդի բոքսնա, բոքս էդի ռոքին է, Ռեմբո էդի իսկ ռոքին էդի You Adrian, we did it։ Ինչի մասին ենք խոսում։ Ռոքի Բալբոայի մասին։ Չէ, ինչ-որ կարևոր բան է։ Ու չեմ, երևի թեման ավարտել ենք, չենք հիշում, ու հիմա ինչ-որ գովազդային բլոգ կարող լինի։ Սիրում եք Rearrange-ը, ապրում եք Լոս Անջելեսում, ուրեմն լավ լուր ձեզ համար մարտի 15-ին Նարեկ Արմյուխանյանը գալիս է Pasadena HBU հոլում անելու է իր ոդքասթը live։ Տոմսերը ձեռք բերեք rearrange.am-ից, հյուրերն են լինելու Միշոն, Ելանե Գեոդակյանը եւ շատ ուրիշ լավ հյուրեր, դից որ մի ուշացրեք։ Հա, Նարեկին, բայց դες ժամանակավոր ենք տալիս։ Ինքը են ուսանողներից չի, հա, որ պետք է գնանտեղ ու լրվի։ Այո։ Վերադառնանք մեր պալատ։ Էկոնոմիկայի նախարարը դարձյալ սկանդալի կիզակետում է։ Երեկ իր Facebook-յան էջում կիսվելով ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ Գևորգ Պապոյանը գրել է մեջբերեմ շունը հաչում է, քարավանը գնում։ Մինչ ոմանք ոռնում են տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Ում նկատի ունի հաչող շուն ասելով հպարտ քաղաքացիների ու ոռնացող շուն, որտեղ ըստ Պապոյանի շունը ոչ միայն հաչում, այլ նաև ոռնում է։ Արա ինչ է էկոնոմիկայի նախարարը, որը հիշեցնեմ, չի կարողանում հասկանալ պետական պարտքի կոնցեպտը ու քաղաքում չմնաց տնտեսագետ, որ իր վրա այդ առումով չբոցվի։ Արա ինչ է մարդս էս մի տեսակ մունաթով միշտ խոսում բոլորի հետ։ Որոշ քաղաքացիների։ Արդյոք Հայաստանի քաղաքացիների մասին է այսպես արտահայտվում։ Հարցնում էին նախարարի գրառումից տարակուսած քաղաքացիները։ Քննադատության ալիք բարձրացավ, ինչի ֆոնին Գևորգ Պապոյանը իր գրառման տակ պարզաբանեց, թե այն վերաբերվում է որոշ նախկին պաշտոնյաների, թե անձամբ ում չհստակեցրեց։ Ինչքան նախկին տիպը նենց Քերոփյանը, թե նախկին տիպը Սոշիկը։ Սաշիկը երբեք էկոնոմիկայի նախարար չի եղել։ Սերգեյ, please, ես մարդիկ իշխանության են եկել, հենց այդ թեզի վրա, որ Սաշիկը լավ էլ էկոնոմիկայի նախարար է եղել։ Դե բայց համենայն դեպս բնապահպանները իրանց վրա վերցեցին սա։ Իշխանությունները քննադատությունը չեն հանդուրժում, կարծում է Կանաչ Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Թերմինե Ենոքյանը։ Քաղաքացիներին համբալ են համարում, չգիտեմ, ուսանողներին, աշակերտներին թուլեք են անվանում, չգիտեմ, թքում են այդ քաղաքացիների վրա։ Երբ որ պետք են այդ քաղաքացիները պարտավոր են հարկ վճարող քաղաքացիներ լինեն, բայց հենց որ բանը հասնում է նրան, որ քաղաքացին կարծիք արտահայտում, բողոքում է եւ իր դիրքորոշումն արտահայտում, վերածվում ենք շների։ Այդտակ նույնիսկ քպոյականները չհավատացին, որ sense բանը ասել։ Դե ով կհավատար։ Եվ դա ֆիքսվել է, ես զարմացած եմ ձեր ձևակերպումներից եւ խնդրում եմ խնդրում եմ ձեզ կոռեկտ արտահայտվենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին։ Դուք երբեք չեք դե, ես վստահ եմ, որ ես չեմ կարդաց, դա երբ է գրել Գևորգ Պապոյանը։ Լավ, այդքան մի խառնվեք իրար, Գևորգ արդեն լղոզել է այդ թեման։ Չէ, բայց կոլեգիալություն կա, բան կա։ Ուրեմն դուք ուզում եք ասեք, որ պարոն Պապոյանը սա ժողովրդին է ասում։ Բա ում է ասում։
Այսինքն դուք չեք հասկանում, հիմա դուք չեք հասկանում։ Պապոյանը սաղ ժողովրդին չի վիրավորում, ընդհանրապես մի մասին, անհաջող մասին։ Այս հավես է, որ այս վերջերս սկսել են բոլորը նկատել։ Մենակ մենք չենք, ազատությունը, Factor TV-ն հկներն են սկսել նկատել։ Բոլորը բացի Պապոյանից են նկատել, որ դա օքեյ չէր։ Մենք մենակ չենք։ Պապոյանը իրեն թույլ է տալիս, ասենք նա գաղափարը չունի, էլի որ ինքը պետք է ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր խոնարհվի քաղաքացիների առջև, այլ մտածում է, որ այդ ցինիկ լկտի ոճը հենց պետք է իրենք կիրառեն։ Իր պաշտոնական էջից գրառումը հեռացրած Գևորգ Պապոյանի արդեն անձնական էջում դեռ կարելի է գտնել սկանդալային արտահայտությունը։ Այստեղ էլ նախարարը կիսվել էր իր ղեկավարած գերատեսչության աշխատակցի հնայի վերաբերյալ գրառմամբ ու շունը հաչում է քարավանը գնում արտահայտությամբ մեջ բերեմ որոշ ծակ պրոֆեսորների էր դիմել անուններ չտալով։ Գնի ծակ պրոֆեսոր մարդկանց անվանի մարդը որ գոնե պետական պարտքի կոնցեպտը ի վիճակյա գոնե մոտավոր պատկերացնի, էլի։ Այ օրինակ Դանիել Հովհաննիսյանը, որը իհարկե էկոնոմիկայի նախարար չի դեռ, բայց իրենց լավ հասկանում տնտեսագիտությունից։ Եկե մեզ սալոն դրեց օրվա սյուր լուրին, որի մասին իդեպ ոչ մի վիդեո չկա, որ ձեզ ցույց տանք ցավոք սրտի, ընդամենը մի հոդված է 160 ժամում։ Խնդրենք այս անգամով կարդա, Աննա Գրիգորյանը զբաղված կլինի։ AI-ն էլ է զբաղված, նենց որ ով կա ազատ։ Մեր Ալենը թող կարդա։ Դանիել Հովհաննիսյանը Սևանում կրակոցներ է արձակել։ Երկու տարբեր հրազեններից, ինչի արդյունքում եկել են բարեկները եւ նա չի հերկել կրակոցների փաստը։ Սակայն շեշտել է, որ իր գործողությամբ ոչ մի օրենք չի խախտել։ Երբեք չի պատկերացնի, որ Դանիել Հովհաննիսյանի հոբին այս աստիճան Ռամզան Կադիրովոտ է գնալ տալդատեղ կրակել ընդեղ։ Սխալ մարդու մականունն են դրել շմայս։ Ես կակնկալեի, որ էլի կարող են չոր մեկին սատկացնի Հովհաննիսյանը, բայց բադմինտոնով, այն վալանչիկով, սենց կամ նիբելունգների կոպեկներ հավաքելով ինչ որ մեկին կհաղթի, կամ գոնե նոր փռնաոններ հորինելիս կլինի։ Դե բայց մյուս կողմից նա Տրամպը եկավ իշխանության, կարող է հարաբերությունները բանում։ Ով կմտածեր, որ ես ավելի բայդենական եմ, քան Դանիել Հովհաննիսյանը։ Ինչևէ, ոչ մեկ չէր մտածի, որ Նարեկը ավելի բայդենական է։ Եկեք ես coming out անեմ, որպես anti-gun, anti-gun։ Okay։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի սիրուններ, եւ այսպես մարտի 8-ը շրջապատել է մեզ եւ ինչ այդ կապակցությամբ մեզ առաջարկում Outfit AM-ը կհարցնեք դուք։ Մարտի 8-ի կապակցությամբ Outfit AM-ը ներկայացնում է Other Stories նոր տեսականին, որը կարող եք լրացնել խանութում առկա կոշիկների լայն տեսականիով։ Իդեպ Cavalli, Adidas, Kraft բրենդի կոշիկները զեղչում են 50%-ով, այնպես որ ձեր գեշ շորերն ու կոշիկները թողեք մի կողմ եւ մտեք սիրուն շորով ու կոշիկներով։ Եվ այսպես Outfit AM, որտեղ մենք ուզում ենք, որ դուք երջանիկ ու սիրուն լինեք։ Սերգեյ, արդեն մի ժամը Outfit-ի հանդերձանում ես։ Քեզ ուտելու բան պատվիրեմ։ Վերջ գալիս եմ։ Հեն, ոնց է նոր լուքս Նարեկ։ Ասեցի մենակ ամենակարևոր բաներն ես առնելու։ Դե սենց գներով ու որակով ամենակարևորը մինիմում էս է։ Բոլոր լավ բաները վերցրել ես։ Բա մնացած 1 միլիոն երևանցիներին բան թողել ես։ Outfit-ում Նարեկ ամբողջ տեսականին բարբերաբար թարմացվում է որակյալ եւ բրենդային ապրանքներով։ Իսկ գները։ Համեցեք Տիգրան Պետրոսյան 40/3։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցում։ Իսկական փառքը բարձրության մեջ չի, վեր լինես թե վար, անունի մեջ է։ Թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ ճանճ է մնացել։ Նույն ճանճն ես թշվառ ու ողորմելի, ես ներկևում էլ արծիվ եմ էլի։ Նարեկ,
Բան չի չանդրադարձանք, որ այսօր էլ է Նիկոլը տրանսպորտով գնացել գործի։ Որովհետև արդեն հետաքրքիր չի։ Вообще-то հա, այդ շաբաթը մեկ էլի, թե չէ ամեն օր մի քիչ ձանձրալի է դառնում։ Էլի նստեց, ինչ որ տատիկները մոտեցան։ Իսկ իմ հարցը բաց է մնում, իսկ միջև կանգար ոնց է հասնում։ Այդ իլի կարեք։ Արդեն այդ է հետաքրքիր։ Սիրեցիք մեր արմքոմեզին, ուրեմն կարող եք նաև աջակցել մեզ։ Հեռախոսը սենց ֆայլով QR կոդի վրա, որպեսզի մենք մոտիկից զգանք ձեր սերը ու հաղորդումը չվերջանա։